Սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր օրենքի քննարկում է, իրականում զինված ուժերում արմատական նորամուծության հարց է, թեև սերժանտական ինստիտուտը դեռ 2008-ից ներդրվել է զինված ուժերում, բայց ոչ ամբողջական ծավալով։ Իրոք աշխատանքային քննարկում եղել է Պաշտպանության հանձնաժողովում, որտեղ մենք ձեռնպահ ենք քվեարկել եւ ցանկանում ենք ամբողջական պատկերը ստանալ։ Գլխավոր շտաբ պետ տեղակալը եկել էր հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը կարողացավ մենակ Մելքոնյան Գագիկին բերման ենթարկել, շատ էլ ներկայացական չէր, բայց շատ կարևոր է։ Եվ հանձնաժողովում էլ պարոն փոխնախարարին ասում է. Սերժանտը պատկերացում է որպես ծնող զինված ուժերում։ Եվ որպես ծնող պետք է վերաբերմունք լինի, որտեղ ինքը զինվորների այսպես տերուտ իրականն է դառնում։ Աշխատավարձը պարոն փոխնախարարը զեկուցում է այսքան։ Հիմա եկեք պատկերացնենք, սերժանտին ասում են դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև եկա ատեստացիա հանձնես։ Մի հատ այդ քո ամբողջ 6 ամսվա ենթադրենք, կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք, դու իրոք կարող ես ավելի գիտելիք ունենալ, նոր քո աշխատավարձը բարձրացնենք։ Եվ այս ատեստացիայի ինստիտուտը գործընկերներ իրականում կառավարությունը փորձում է ասել, այ ատեստացիա ենք մտցրել, այդպես չի, ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում է, հիմնականում շտաբային, բարձրաստիճան, տարբեր հրամանատարական պաշտոններից զբաղեցնող զինվորականները։ Ես ձեզ մեկ օրինակ ասեմ, մարտական հենակետում ծառայություն իրականացնող 22 թվականի ռազմական գործողություններ իրականացրած տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտեք ինչից, շարայինից։ Նայեք, իրականում ահավոր է աշխատավարձը։ Մենք այսօր եկանք ազգային ժողով Խնդրում եմ ժամանակը ավելացրեք նաև խմբակցության անձերը։ Իրար քննադատեցինք, կռիվ արեցինք, բան արեցինք, գնացինք, ամեն մեկը ստանում է մոտավորապես մի օրվա համար։ Այսօր մենք գնացինք, պետական բյուջեից մեզ փոխանցում են 22,000 դրամ, պատգամավորներ։ Ճանապարհը հիմա Մատենադարամություն Նիկոլ Փաշինյանն էլի գնալ կրթելու հետ կապված պարեկները բանը փակել են։ Պարեկները առանց ատեստացիա, որտեղ պարեկը համարում է դե արդեն 5 ամիս սովորել է, ինչ ատեստացիա պարեկին, թեկուզ ոչ բարձրագույն կրթությամբ, ստանում է 371,000 դրամ։ Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորներ, բյուջե քվեարկած պատգամավոր, մենք որ այստեղ նստած ենք, Հայաստանի մարտական հենակետում, Անդրևինջյանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ։ 1,700 դրամ։ Սա է իրականությունը, այդ ատեստացիայով 100 քանի հազար դրամներ, չի մանրամասնում պարոն փոխնախարարը, 1000-ից ավել սերժանտ է պետք լինելու զինված ուժերում, ամենաստորին մակարդակում, որը առնվազն 10 զինվորի տերուտ իրականն է լինելու, բայց նրա աշխատավարձի տարբերություն պարեկի ընդամենը մոտավորապես 222,000 է լինելու։ Սա է իրավիճակը եւ երբ որ այս հարցերը բարձրաձայնում ենք իրականում պարոն փոխնախարար Անդրանիկ Քոչարյան, ահավոր արձագանքներ են, որովհետև իրական պատմությունը լրիվ ուրիշ է, մարտական հերթապահություն իրականացնողը չի կարողանում այդքան ժամանակ ունենա ֆիզոյի, շարայինի սրա, որպեսզի ատեստացիա անցնի։ Այսքանը, շնորհակալ եմ։